Մեր հայրենիքը թիվ չի, հողը։ Okay, քանի քառակուսի կիլոմետր է այդ հողը։ Իմ հարցը դրա մասին է։ Գիտեք, էլի պետքա գնանք մեր հայրենիքը, կարող եք արդյոք ասել, որ ջավախքը էս մարդու հայրենիքը չի, ախր ինքը ծնվել է ջավախքում, չէ, չեմ կարող տես բան ասել։ Ես ուրիշ բան եմ ասում եւ եւս մեկ անգամ ասում եմ, որ հնարավորինս հասկանալի լինեմ։ Ես չեմ կարող հերքել եւ որևէ մեկը չի կարող ասել, որ գիտես ինչ կա, եթե դու ջավախքում ես ծնվել, Ալաշկերտում ես ծնվել, Գանձակում, Բաքվում, Ադանայում, ոչ մեկ չի կարող հերքել քո ծննդավայրը եւ քո պատմական հայրենիքը։ Ես այստեղ եմ եւ դուք այստեղ եք որպես Հայաստանի Հանրապետության, որպես պետության ներկայացուցիչներ, որպես ազգային ժողովի падգամավորներ, որոնք պետքա վերջի վերջո պատասխանեն այդ հարցին, դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն այնպիսին, ինչպիսին դրանք միջազգայինորեն ճանաչված են, թե ոչ։ Ես չեմ խոսում, ես որ հարց եմ տալիս, ասում եմ, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս հարցը նրա մասին չի, որ դու պետքա դա ասելով մերժես, որ Ադանան երբևէ եղել է պատմական հայրենիք, կամ մերժես, որ այս կամ այն տարածքը երբևէ եղել է պատմական հայրենիք։ Ես ասում եմ, ոչ թե մերժելու մասին եմ ասում, ես հաստատելու մասին եմ ասում դուք Հայաստան դաշինքի հետ ամեն ինչ պարզ է, իրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Արամ Վարդևանյանն էլ իրանց խմբակցության կազմում այդ ժամանակ չէր ընդունում։ Հիմա ուզում եմ հասկանամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ ընդունում է, որ մեր այսօրվա պատմական չէ, ժամանակակից հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ընդունում եք դուք արդյոք, թե չէ։ Եթե ընդունում եք, պետքա գաք եւ գոնե ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մենք միջնադարյան ուրեմն կանոններով չենք ապրում։ Այստեղ միջնադար չի, էլի ասենք, մեր արտահայտություններ էլ կան, ասում մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը, բան։ Նմանատիպ ինչ-որ արտահայտություններ է, մոտ է այդ արտահայտություններին, որ դու ասում ես, դե մեր հայրենիքը, ասենք, անծայրածիր հայրենիք ունենք։ Այո, շատ մեծ պատմական հայրենիք ունենք ըստ էության, հաշվի առնելով հայ ժողովրդի անցած ճանապարհը, բայց այդ անցած ճանապարհի արդյունքում մենք այսօր ունենք մի հայրենիք, որը միջազգայինորեն ճանաչված սահմաններ ունի, ու մենք կարող ենք այդտեղ ապրենք։ Երբ որ դուք այդպես հարցականով հենց մի հատ մեզ եք փորձում ուղղեք, թե բա ձեր հայրենիքը որն է, հեսա մեր հայրենիքը։ Սա է մեր հայրենիքը։ Քաղաքացիական պայմանագիր, խմբակցության, կուսակցության հայրենիքը սա է։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը իր սահմաններով, որը մենք ամեն ինչ անում ենք, որ սահմանագծենք, սահմանազատենք եւ ապահովենք դրանց անձեռնմխելիությունը։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա մեր հայրենիքն է եւ կարեւոր է, որ օրենսդիր իշխանությունում ներկայացված ուժերը ընդունեն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, որովհետև հարցը առաջանում, եթե չեք ընդունում, ապա ո՞րն է ձեր շահերի կենտրոնը։ Եվ եկեք այստեղ ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ ամփոփելով եւս մեկ անգամ այստեղ նաեւ խոսեց զինվորներին հարգելուց ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի կողմից, ես խնդրում եմ չխոսեք զինվորների մասին ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներ, քանի դեռ ձեր շարքում նստած է մի մարդ, ով երազում է, ցանկանում է Հայաստանի Հանրապետության զինվորի մահը։ Չխոսեք զինվորին հարգելու մասին, քանի դեռ ձեր շարքում այդ մարդը նստած, պարոն Ալեքսանյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, մենք իրար հետ շատ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել հանուն մեր պետության եւ հանուն մեր ժողովրդի բարեկեցության։ Ես ձեզ աջակցում եմ, ամեն ինչով աջակցելու եմ ձեր նոր պաշտոնում եւ վստահ եմ, որ դուք լավագույնս դա կիրականացնեք եւ թույլ տվեք նաեւ պարոն Կարապետյանին ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարին մի նվեր տալ, քանի որ բոլորն ունեն համարյա եւ քանի որ պարոն Կարապետյանը չի ասում քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ես այս քարտեզը ցանկանում նվիրել պարոն Կարապետյանին ամենայն հարգանքով գործընկերային, որպեսզի նա նայի եւ ունենա իր մոտ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլ։